Առաջին Ղարաբաղի հարցով վարող բանակցություններն ա, որը վերջի 10 տարին բանակցություններ են վարել Լաչինի միջանց, Շուշի թուրքերի վերադարձ եւ այլ, որը որ բերել է փակուղի, իմի նոր փաստաթուղթը, որը 3 կետ 6 ենթակետ բարունակող նույն սկզբունքների շուրջ ընթանում։ Այսինքն նույն գալել նույն փակուղին, որովհետև այն առաջարկները, որը մեզ անում են, դա ընդհանրապես չի կարելի նստել նման բանակցության սեղանի շուրջ, որովհետև այն գլխից ասել 7 շրջանը հանձնում եք, հետո խոսում ենք թուրքերը ոնց պիտի վերադառնան, դա դավաճանության նման մի բան է։ Ընդհանրապես ես բարձրաձայն դա ասել եմ բոլորին, Հայաստանի իշխանություն, Ղարաբաղի իշխանության ընդհանրապես չի կարելի նստել բանակցության, որովհետև եթե նստում ես բանակցությունների, ապա քննարկում ես, ուրեմն ինչ-որ տեղ դիմացին թվում է, թե դա կարելի է իրականացնել, քանի որ դա անհնար է իրականացնել, այն գլխից պետք է ուղղակի մերժել ու վերջ։ Ինչ եմ ես առաջարկել, երբ որ դեռ 2006-8 թվականներին մանդատային տարածք հասկացողությունը երբ որ ասել են, ոմանք սկսեցին իսկույն գորգորալ, որ դա Ռուսաստանին տալ եւ այլ ռուսական զորքեր մտցնել, նման առաջարկ չկա ժողովուրդ, դա ուղղակի ասենց որ շատ կոպիտ չասեմ, անգարագիտության խնդիր է ու անտեղեկության, որ աշխարհում կոնկրետ նման խնդիրները լուծվել է այդ ձև։ Կոնկրետ օրինակներով կարող ասենք, Պալեստինայում հարցը լուծվել է 67 թվին Իսրայելի նման պետությունը, որ այսօր ядерная держава, անգամ նրանից չեն հարցրել Պալեստինայի հողերը, անջատել են, գծել են քարտեզ, ասել են սա Պալեստինան է, սա Իսրայելն է, Անգլիան վերցրել է իր մանդատին, դեռ որևիցե զորք չկա, մենակ Իսրայելի ու Պալեստինայի արանքում նաև ԿՏԲ պոստա դրած, որ մարդիկ անցնում են, ուրիշ ոչինչ չկա այնտեղ, սա մեկ, երկրորդը տարեկան 500 միլիոն եվրո տալիս է Եվրոպան, ֆինանսավորում է, որ փախստականներին վերադարձնեն, տներ կառուցեն եւ այլն, 300 միլիոն դոլար ամերիկացիք են տալիս տարեկան։ Այսինքն նրանք արաբները, որ Իսրայելում են ցանկություն ունեն տեղափոխվել Պալեստինայում ապրում են, զարգանում են, մակում ունեն իրաց ներկայացուցիչը եւ ապական իրանց ռեֆերենդումով անկախանալն է։ Հետ ճանապարհ դեպի Իսրայելի պետություն չկա։ Սա փաստ է։ Մոտորապես մերնել է նույն իրավիճակը, փորձեմ բացատրեմ խի։ Առաջի հերթին Եթե մի պահ պատկերացնենք Ադրբեջանի մեջ չմա անկախ, ինչ տարածքներով, այն կահույի տարածքով, համաձայն ենք մենք դրա հետ, կարանք համակերպել, իհարկե ոչ, դրա համար մենք ունենք երկու քայլանի խնդիրի լուծման, առաջին քայլը դա տարածքները օրինականացնել են, ինչ որ ունենք, երկրորդ քայլով դա փախստականների ամբողջ սովետական Ադրբեջանի փախստականները վերադարձնել, ասենք տեղ կառուցել, մարդիկ ովքեր ցանկանում են վերադառնան իրանց հողերի վրա ապրել։ Նոր երրորդ խնդրում դա ռեֆերենդում անկախություն կամ Հայաստանի հետ միացում, դա մեր ազգային խնդիրն է, դա մենք չենք գտնում, որ պիտի տնենք բանակցային սեղանի շուրջ ու իրանց հետ բանակցենք։ Ասածս նա է, որ մենք Ադրբեջանի հետ բանակցելու ոչինչ չունենք, մենք բանակցելու ունենք միջնորդների հետ, նրանք ովքեր դատավորի կարգավիճակ են ընդունել, դա Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, իրանց հետ բանակցելով մենք պետք է մեր խնդիրը լուծումը գտնենք, որովհետև պայմանագիրը պետք է կնքենք իրանց հետ, այլ ոչ թե Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ մենք նորից եմ կրկնում, ոչինչ չունենք, ոչ խոսելու, ոչ անելու։ Սա իմ առաջարկը դրա մեջ է, մանդատային ասածը դա է, բայց մանդատի գլխավոր, ամենից գլխավոր խնդիրը նա է, որ
Եթե ասենք 3 պետություններ կամ այդ 3 ձերժավայից որևիցե մեկը վերցնում է իր վրա պատասխանատվություն, ապա Ադրբեջանը այլևս ու երբեք չի կարող պատերազմ սկսի։ Այն ինչ որ պետք է մեր ժողովրդին ապահովել, որ հանգիստ ապրեն, ամեն օր չմտածեն, որ պատերազմ կլինի։